Հայաստանում որոշումներ կայացնողները որևէ կապ չունեն գիտության։ Թեմաներ կան, որ ախր արդիականության հետ ընդհանրապես կապ չունեն, բայց այդ թեմաներով մարդիկ տասնյակ միլիոնի դրամաշնորհներ են ստանում։ Դրսի երկրները, տարբեր օտարերկրյա պետություններ գնում են հայ գիտնականների ուղեղը, դա լինում է ուղեղների արտահոսքի տեսքով։ Ուրարտագիտության ոլորտում մեր դրոշակը թուրքերը մեր ձեռքից վերցնում են։ Էլ որ պետությունը, եթե ոչ Հայաստանի Հանրապետությունը, պիտի հայագիտության զարգացման մասին մտածի։ Գիտնականը բիզնեսմենից տարբերվում է նրանով, որ գիտնականը քչով է բավարարվում։ Գիտնականին պետք է տալ այնքան, ինչքան նա պահանջում է, եւ փոխարենը նրանից ոչինչ չպահանջել։ Անդադ Ժան Անդրեասյանն ասում է բարձրացրել ենք։ Գիտնականը չի նշանակում ինչ որ մի բանի հասավ եւ վերջ կանգնեցել, նա արդեն գիտնական է։ Նա անդադ աճելու հնարավորություն պիտի ունենա եւ դա երկրորդ գիտական աստիճաններ գիտությունների դոկտորի, որ հիմա ընդհանրապես Հայաստանում չի լինելու։ Հարգելի, սիրելի ընկերներ։